Իմ զրուցակիցը քաղաքագետ Տիգրան Գրիգորյանն է, բարի երեկո, պարոն Գրիգորյան։ Գորիսում այսօր բացվեց Ֆրանսիայի պատվո հյուպատոսի գրասենյակը, իդեմս Ֆրանսիայի Եվրոպայի ակտիվացիոնությունիքում միայն քաղաքական ժեստ կարելի է համարել, թե սա նաև ռազմավարական նշանակության ծրագիր է։ Եվ այս համատեքստում կարող ենք ակնկալել արդյոք Ֆրանսիայի կողմից անվտանգության կոնկրետ երաշխիքներ Սյունիքի համար, օրինակ պաշտպանական համագործակցության ձևաչափ։ Դե տեսեք, այս քայլը իհարկե ավելի շատ սիմվոլիկ բնույթ ունի, որովհետև խոսքը հենց պատվո հյուպատոսության բացման մասին է, որը ավելի շատ, ինչպես արդեն նշեցի, սիմվոլիկ կառույց է։ Ընդհանուր առմամբ ակնհայտ է, որ Հայաստանի միջազգային գործընկերները եւ առաջին հերթին Եվրամիությունը մեծ ուշադրություն են դարձնում հենց Սյունիքում տարբեր ծրագրերի իրականացմանը։ Մենք գիտենք, որ մի շարք նաև ներդրումային ծրագրեր են իրականացվում, որովհետև բոլորի մոտ կա այն ընկալումը, որ Սյունիքը երևի Հայաստանի ամենավտանգված հատվածն է այս փուլում։ Ինչ վերաբերում է Ֆրանսիայի հետ համագործակցությանը, մենք տեսանք Երևանի երկխոսության այդ ֆորումի ընթացքում, որ Ֆրանսիայի արտգործնախարարությունը նշեց, որ նախապատրաստվում են ռազմավարական արդեն համագործակցության վերաբերյալ փաստաթուղթ ստորագրել, սա մեծ հաշվով արդեն իսկ արկա դե ֆակտո հարաբերությունների ֆորմալացումն է, բայց այնուամենայնիվ կարծում եմ դեռևս վաղ է խոսել ինչ-որ անվտանգային երաշխիքների մասին, ես չեմ կարծում, թե Ֆրանսիան նույնիսկ ունի այդ կարողությունները Հայաստանին ինչ-որ երաշխիքներ տրամադրել, ամենաառավելագույնը, ինչ կարող ենք այս փուլում նշել, դա իհարկե ռազմատեխնիկական ոլորտում համագործակցությունն է եւ դրա հնարավոր խորացումը։ 2022-ից Կապանում հյուպատոսություն ունի նաև Իրանը։ Ռուսական կողմը մի քանի տարի շարունակ խոսում է այդ ցանկության մասին, սակայն առայժմ նման բան չկա։ Ավելին այսօր Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը ասել է, որ մեջբերեմ, եթե ու երբ լինի, կիմանաք։ Ինչի մասին է սա առհասարակ խոսում, արդյոք Ռուսաստանի կողմից հյուպատոսության բացումը կարող է դիտարկվել ոչ թե որպես աջակցություն, այլ վերահսկողության ձգտում եւ դրա համար էլ Հայաստանը ուշանում է որոշում կայացնել։ Ինչ վերաբերում է Իրանի, կարծում եմ այստեղ բնական է, որ Իրանը եւս հետաքրքրված է Սյունիքում ներկայություն ունենալով, դա պայմանավորված է ինչպես պրագմատիկ ինչ-որ իրողություններով այդ հատվածում պարզ է, որ Հայաստանի եւ Իրանի սահմանն է գտնվում, այնպես էլ իհարկե նույն ռազմավարական բնույթի հաշվարկներով Իրանը եւս ինչպես գիտենք կարևորում է Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանության հարցը հենց այդ հատվածում։ Ռուսաստանի պարագայում կարծում եմ հատկապես վերջին տարիների ընթացքում մեծ հաշվով այն պահից սկսած, երբ Ռուսաստանը հրապարակայնորեն ցանկություն է հայտնում Սյունիքում հենց հյուպատոսություն բացել, իհարկե մի շարք վերապահումներ կան Երևանում, մեծ հաշվով վերջին 2-3 տարվա քաղաքականության էությունը այն է, որ պետք է թուլացնել կախվածությունը Ռուսաստանից, նաև այդ գործընթացը օգտագործել արևմուտքի հետ ավելի սերտ հարաբերություններ ձևավորելու համար, եւ այդ առումով իհարկե Ռուսաստանի կողմից Սյունիքում հյուպատոսության բացումը չի համընկնում այդ քաղաքականության հետ եւ դա է երևի պատճառը, թե ինչու Երևանը այդքան էլ հակված չի գնալ այդ քայլին։ Մենք տեսնում ենք, որ այս խոսակցությունները առնվազն 2 տարի արդեն կան, ռուսական կողմից անընդհատ ինչ-որ շեշտադրումներ են արվում այս ուղղությամբ եւ ցանկություններ են հայտնում, բայց Երևանը կարծես թե շարունակում է մնալ այն կարծիքին, որ այդ քայլը այդքան էլ ողջունելի չի Հայաստանի համար։ Այսինքն քիչ հավանական է, որ առաջիկայում Ռուսաստանի ներկայացությունը, այսպես ասած, կլինի Սյունիքում, ըստ ձեզ։ Դե տեսեք, եթե ինչ-որ լուրջ նախապատրաստական աշխատանքներ լինեին, երևի Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի այցի ընթացքում այդ մասին ավելի հստակ հայտարարություններ կլինեին, առնվազն կխոսեին այդ նախապատրաստական աշխատանքների մասին, հաշվի առնելով նաև խնդրի կարևորությունը Ռուսաստանի համար, բայց Լավրովի այցի ընթացքում որևէ հստակ հայտարարություն այս թեմայով չեղավ, ինչից կարելի է ենթադրել, որ առնվազն շատ մոտ ապագայում չի նախատեսվում հյուպատոսության բացումը։ Տեսեք, Սյունիքը այս զարգացումներով վերածվում է Հայաստանի աշխարհաքաղաքական սրտի, այսպես ասենք։
Իդեպ կա հնարավոր ռիսկ, որ Իրանը սակընկալի որպես արևմտյան ներթափանցում դեպի իր սահմանները։ Չէ, չեմ կարծում, որովհետև ինչպես արդեն նշեցի, Ֆրանսիայի պատվո հյուպատոսության բացումը շատ սիմվոլիկ քայլ է, այսինքն մեծ հաշվով այդ հյուպատոսությունը նույնիսկ Ֆրանսիայի արտգործնախարարության մաս էլ չի կարելի համարել, ավելի շատ, ինչպես գիտենք, տեղացի է նշանակվել պատվավոր հյուպատոս եւ ավելի շատ, ինչպես արդեն նշեցի, քաղաքական մեսեջ է, այդ առումով չեմ կարծում, թե Իրանը ինչ-որ վերապահումներ ունի այս հարցում։ Եվ վերջին հարցս, և Ռուսաստանից, և Միացյալ Նահանգներից, հատկապես վերջի շրջանում, արձագանքները շատացել են Սյունիքում հնարավոր լարվածության մասին։ Չնայած մարտից շարունակվող սահմանային կրակոցներին, վարչապետն էլ պարբերաբար վստահեցնում է, թե խաղաղություն է լինելու։ Այդ ձեր գնահատմամբ Ադրբեջանի կողմից էսկալացիայի ռեալ վտանգ կա։ Տեսեք, կոմունիկացիաների հարցի չլուծված լինելը իհարկե այս փուլում էսկալացիայի ամենահավանական աղբյուրներից մեկն է։ Մենք տեսանք, որ վարչապետ Փաշինյանը նույն Երևանյան երկխոսության ընթացքում ներկայացրեց Հայաստանի պատկերացումները ապաշրջափակման գործընթացի վերաբերյալ։ Այդ փաթեթը հիշեցնեմ, որ ուղարկվել էր Բաքվին դեռևս նախորդ տարվա վերջին BRICS-ի Կազանի գագաթնաժողովից հետո, բայց մինչ այսօր Ադրբեջանից որևէ պատասխան չկա։ Եվ հաշվի առնելով նաև այդ առաջարկությունների բնույթը, ես կարծում եմ, որ Բաքուն հակված չի լինելու ընդունել այն մի շարք պատճառներով։ Միևնույն ժամանակ Ադրբեջանը շարունակում է կառուցել երկաթգծի իր հատվածը, որը շուտով երևի կհասնի Հայաստանի սահման, եւ այդ իրավիճակում, երբ Ադրբեջանը կառուցում է երկաթգիծ հենց այդ երթուղով եւ դեռևս չկա որևէ համաձայնություն կոմունիկացիաների բացման սկզբունքների վերաբերյալ, իհարկե սա շատ խնդրահարույց իրավիճակ է, որը կարող է ապագա էսկալացիաների, ապագա կոնֆլիկտների պատճառ դառնալ, եւ սա է պատճառը, ինչու արտաքին խաղաղացողները եւս հատկապես արևմտյան խաղաղացողները եւ Իրանը փորձում են ուշադրության կենտրոնում պահել ինչպես Սյունիքը, այնպես էլ կոմունիկացիայի հետ կապված այս խնդիրը։